Առաջին հարցը միջնորդագրի հետ կապ չունի, հարցին չեմ անդրադառնալու։ Երկրորդը առաջին հարցը դատավորների հետ կապված ձեր գնահատականները։ Տեղից չենք անում։ Ես ազնիվ զրույց չեմ անում, ես միջնորդագիր եմ ներկայացնում պարոն Վարդանյան ազգային ժողովի քննարկմանը։ Երկրորդը իրավական գնահատական տալ ձեր արարքներին վստահեցնում եմ, եթե երբևէ որևէ անձի արարքում այդ թվում ձեր հանցագործության հատկանիշ կլինի, հաստատ կգամ ստեղ։ Դրա համար նախնական իրավական գնահատականներ ինձնից մի պահանջեք, եթե հիմնավոր կասկածից վեր չափանիշով կունենանք, հաստատ ես տեղ եմ ելնելու, ինչքան էլ այդ տհաճ լինի։ Եվ երրորդը հա նախապատրաստությունն է։ Արդեն մի քանի անգամ մեջ բերեցի բոլոր այն տվյալները, որոնք մեզ թույլ են տալիս պնդելու, որ այստեղ ոչ թե էմոցիոնալ խոսակցություն է երեկոյան խոհանոցում 1 կամ 2 անգամ մի քիչ էլ գինովցած կամ չէ, խոսքը գնում է երկար ժամանակ պլանավորվող եւ ծրագրավորվող եւ անձանց ներգրավում պահանջող եւ որոշակի ներուժ ենթադրող եւ որոշակի գործողությունների համար անհրաժեշտ գործիքներ ձեռք բերելու մասին։ Բնականաբար այստեղ նախապատրաստությունն է, այստեղ չի կարող լինել ավարտված արարք, եթե ներ ավարտված արարք կբերեինք, ավարտում եմ, կբերեինք ըստ էության կասենք գիտեք ինչ ավարտվել է ահաբեկչությունը, ավարտված ահաբեկչության համար ենք մարդուն ենթարկում պատասխանատվության, բայց նորից եմ կրկնում, մեր միջնորդագիրը վերաբերում է նախապատրաստությանը, նախապատրաստությունը ենթադրում է այդ մտադրությունների իրականացման համար անհրաժեշտ հիմքերի վերաբերյալ տվյալներ, որոնք մեր կարծիքով մենք ներկայացրել ենք։ Պատվարժան ազգային ժողովը թող որոշի։ Դրա համար էլ ես այսօր եկել եմ ստեղ, ասում եմ որոշեք, տալիս եք հետապնդում հարուցելու համաձայնություն, թե չէ։ Այդքան բան, չեմ եկել ազնիվ զրույցներ։ Համեցեք, արձագանք ունեք։ Չէ, գրեթե արձագանք չունեմ ազնիվ խոսակցության պատրաստի տիկին դատախազը, բայց մի բան նկատի ունեցեք։ Այստեղ այս դահլիճում ԿՊԱ-ական պատգամավորների կողմից կատարվում են հաստատումներ, օրինակ վտանգավոր հանցավոր խումբ եւ այլը, որոնք բնականաբար ենթադրում են պատասխանատվություն առանց աննեղության կանխավարկած հաշվի առնելու, առանց այս դատարանների նույնիսկ վճիռները հաշվի առնելու եւ դրանով իրավաբանները կզբաղվեն։ Անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 43.308 հոդվածի առաջին մասով եւ 43.419 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2025 թվականի հուլիսի 3-ին քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետով սահմանված կարգով ներկայացվել է առաջարկություն։ Քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ իրավասու մարմնին դիմելու վերաբերյալ։ Հսկող դատախազի ներկայացրած առաջարկության համաձայն կատարված քննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր, որոնք հիմք են տալիս ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել քրեական օրենսգրքի 43.308 հոդվածի առաջին մասով եւ 43.419 հոդվածի առաջին մասով այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն եւ իշխանության յուրացում, մասնավորապես։ Վազգեն Գալստանյանը իր կողմից նախաձեռնված եւ ղեկավարվող Սրբազան պայքար անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում, չկարողանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Եվ այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների Արթուր Սարգսյանի, Արսեն Ղազարյանի, Հայկ Շանազարյանի, Մովսես Շարբաթյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միրան Մաղսուդյանի, Դավիթ Գալստյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակը իրագործելու նպատակով Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն այն է. քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հանրավտանգ արարքներ,
Այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ, կազմալուծել հանրային իշխանության մարմինների գործունեությունը եւ սահմանադրությամբ սահմանված կարգով իշխանությունը ստանձնած անձանց հարկադրել հրաժարվել դրանից։ Նախապատրաստելով նշված հանցավոր արարքների իրագործումը, հանցավոր խմբի անդամները, այդ թվում Արթուր Սարգսյանը, 2025 թվականի հունվարից սկսած շարժման մասնակիցների եւ համախոհների միջոցով արդեն իսկ հավաքագրել են բազմաթիվ հարվածային խմբերում ընդգրկվող 2000-ից ավելի անձանց, խոշոր փողոցներն առանձնացնելու եւ գործողությունները պլանավորելու համար ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացույցների, էլեկտրաէներգիայի եւ համացանցի սնուցման լարերի, բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները, պատվիրել եւ ձեռք են բերել պայթյուններ կատարելու եւ կրակոցներ արձակելու համար նախատեսված հրավտանգ միջոցներ, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու եւ տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի, մետաղական սրածայր, դետալներ, աստղիկներ։ Տրանսպորտային միջոցների ապակիներին եւ ճանապարհներին լցնելու նպատակով ներկեր եւ յուղեր, այդ միջոցները պահել են համապատասխան թաքստոցներում, շարունակել են հարվածային խմբերում ընդգրկվող անձանց հավաքագրելուն ուղղված գործողությունները, միաժամանակ խմբերի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ունեցած ելույթներով վերջիններիս վստահեցնելով, որ նախատեսվող գործողությունները հաջողության հասնելու միակ եղանակն են եւ վերջիններիս հրահանգելով իրենց հերթին միջոցներ ձեռնարկել խմբի անդամների զգոնությունը, պատրաստակամությունը, տված հանձնարարությունը ցանկացած գնով կատարելու կամքը ամրապնդելու ուղղությամբ։ Արթուր Սարգսյանը, Վազգեն Գալստանյանը եւ հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների ահաբեկչության եւ իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ ազգային ժողովի լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով տիրանալու օբյեկտիվ կողմը կազմող համապատասխան գործողությունների կատարումը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով։ Այսպիսով Արթուր Սարգսյանին վերագրվում է քրեական օրենսգրքի 43.308 հոդվածի առաջի մասով, 43.419 հոդվածի առաջի մասով նախատեսված հանցավոր արարքներ։ Սույն գործով կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներով պարզվել է, որ Սրբազան պայքար շարժման անդամները մտադրվել են իրենց ակտիվ գործողությունների ընթացքում բազմաթիվ 20-25 հոգանոց խմբերի միջոցով փակել Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր միջպետական ճանապարհները, փակել Երևան մուտք գործող բոլոր ճանապարհները, վառել ավտոմեքենաներ, ջարդել խանութներ, փողոցներում շախտալ ավտոմեքենաների անիվները վնասող աստղիկներ, ավտովթարներ ստեղծելու եւ այդ կերպ ճանապարհները փակելու խցանումներ առաջացնելու նպատակով, խափանել 20-ից 30 ինտերնետի մայրեր, կատարել հոսանքազրկումներ, ինչը կբերի բանկերի եւ մեծ խանութների աշխատանքի խափանման, պայթեցնել սալյուտներ, սյուներին, դարպասներին, պատերին, կիրառել արձակող միջոցներ, ներկով եւ յուղով լցված տարաներ նետել ավտոբուսների դիմապակիների վրա նրանց ընթացքը կանգնեցնելու եւ խցանումներ առաջացնելու համար, վնասել տրոլեյբուսի գծերը, խափանել ոստիկանության զորքերի տեղակայման վայրերի դարպասները, թունելներում վառել խոտերի տուկեր խցանումներ առաջացնելու համար, հաքերների միջոցով հազարավոր նամակներ ուղարկել նախարարություններ պաշտոնական կայքերը կոտրելու եւ աշխատանքը պարալիզացնելու համար, նաեւ փորձել են նպատակադրվել են կոտրել կառավարության կայքը, արհեստական բանականության միջոցով ստեղծել կեղծ խոսակցություններ բարձրաստիճան ոստիկանների միջև եւ այդ ձայնագրությունները տարածել համացանցում, ձեռք բերել քաղաքացիական պայմանագրի պատգամավորների, ոստիկանապետի ու այլ պաշտոնյաների հեռախոսահամարները, պատգամավորների տների դիմաց իրականացնել